Նորակառույցում բնակարան գնողներն այլևս ստիպված չեն լինի ամիսներով սպասել, թե շենքի հոսանքը էլեկտրաէներգիան երբ կմիացնեն, որ տեղափոխվեն ապրելու։ Այսուհետև շինարարներ կկարողանա ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքը, էլեկտրասյուներ տեղադրել, լար անցկացնել, իհարկե Հայաստանի էլցանցերի վերահսկողության ներքո։ Հեցին զրկում են տվյալ ծառայության մոնոպոլիայից, որոշվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հերթական նիստում։ Բոլոր նոր սպառողները 6-10 կիլովոլտ դառնան, հնարավորություն է տրվում իրենք ցույց հայտարարեն մասնագիտացված ընկերությունների պատվիրակեն, որպեսզի կարողանան մասնագիտական ընկերությունների միջոցով դառնան հեցի բաժանորդ։ Աշխատանքները կառուցապատողը կիրականացնի ինքնուրույն, բայց հեցի պահանջած տեխնիկական ստանդարտներով, որ ընկերությունն այն ընդունի, սպառողի հաշվիչն էլ տեղադրի ու շահագործի համակարգը։ Փոփոխության նպատակը բուռն շինարարության պատճառով երկրում ուշացող միացումների հարցը վերջապես լուծելն է։ Ձգձգվում էր անգամ սահմանված բավական երկար ժամկետը, մեկնաբանում են կարգավորիչ մարմնից։ Բազմաբնակարան շենքերի դեպքում 365 աշխատանքային օրեր, բայց շինթույլտվությունից ելնելով դա կարող է երկարաձգվել, այսինքն հեծը պարտավորվում էր իրականացնել շինթույլտվության ավարտին։ Հանձնաժողովն այս քայլով նաև խնդրի ֆինանսական կողմն է կարգավորում։ Կառուցապատողները հաճախ էին դժգոհում, որ միացման միջինացված կոչվող ծախսը բավական բարձր էր։ Պնդում էին կարելի է ավելի քիչ գումարով կատարել նույն աշխատանքը։ Որքան է կազմում այդ գումարը միջինացված։ Այս պահին մեկ բաժանորդի հաշվով դա 659,000 դրամ էր եւ այնտեղ հանրային սպառողների համար, օֆիսային տարածքներ, խանութներ եւ այլն դրանք առանձին հաշվարկի մեխանիզմ ունեին, որը բավականին մեծ գումար էր կազմում կառուցապատողների համար։ Եվ ծախսը, եւ ժամանակը հիմա 6-10 կիլովոլտ բարձր լարման համակարգի միացման դեպքում որպես խոշոր սպառող արդեն շենք շինություն կառուցողներն են տնօրինելու։ Փոփոխության առաջարկը հանձնաժողովին պարզվում է հենց հեծն է ներկայացրել միասին քննարկել, ընդհանուր հայտարարի են եկել։ Գոհ են որոշումից նիստին հայտարարեց ընկերության փոխտնօրենը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գլխավորությամբ հանձնաժողովի թիմին նմանատիպ մանրության հետաքրքրող եւ շահերից բխող բոլոր կողմերի շահերից բխող որոշում կայացնելու համար։ Վերջնական սպառող բնակիչների համար այս նորույթը էլեկտրաէներգիայի իրացման շղթայում որևէ մեխանիզմ չի փոխում։ Նաև նոր շենքերում ապրողներն են բոլորի պես դառնալու հեցի բաժանորդ, սպառեն ցանցերի մատակարարած հոսանքն ու ընկերությանը վճարեն դրա դիմաց։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։